հենց նոր Նիկոլ Փաշինյանի ասած, այն դասական օրինակներից է քաղաքական հետապնդման պատվեր իջացնելու դատարանների, քննչականների մնացածի վրա։ Եթե երկրի վարչապետը ասում է, այսինչը պետքա նստի, այսինչը պետքա ունեզրկվի, սա քաղաքական պատվեր է, սա նորմալ չի ժողովուրդ, սա հակասում է եվրոպական ստանդարտներին, ժողովրդավարությանը, այն ամեն ինչին, ինչի համար դուք պայքարել ու եկել եք։ Խոսքը նրա մասին չի, գործընթացներ կարան լինեն, բայց սա այն ոնց էր ասում, այստեղ ժամանակին կար մարդ նստում էր, ասում էր, բայց պոզով պոչով է ալնում, բայց պոզով պոչով է այս պատվերը ալնում։ Ափաշկյարա օրը ցերեկով այս ամեն ինչը արվում է անընդհատ։ Մեկ էլ էս որ բողոք է հնչում դատարաններից, էլի, ես անկեղծ չեմ կարող հասկանամ, ինչից եք դուք դժգոհ, ինչ ուզում եք անում են։ Մի մարդ, որ SMS-ով BDԽ կառույցի ղեկավարը հեռացնում, SMS-ով ու բոլորը երևի մի քանի դատավոր կա այս երկրում, որ ձեր ուզածը չեն անում։ Մի քանի դատավորի մասին է կարող է խոսքը, ովքեր այդ բանը ունեն, անկախությունը ունեն։ Ու լավ, ինչ է նշանակում, ժողովուրդը մեզնից ուզում է այս։ Ես հավատում եմ, բայց նաև դա ինչի է այտենց, որովհետև տարիներով այն եղած վատի վրա այնքան մեծ դոզա սուտ եք ավելացրել, բայց ձեզնից էլ պահանջում են։ Իսկ մեզնից գիտեք ինչ են պահանջում։ Մեզնից ընդհանուր ընդդիմությանը, որ նայեք 500,000-ից ավել ձայն ա տվել։ Մեզ էլ ասում են Արցախը կործանած, հազարավոր զոհեր բերած։ Այդ պիղծ դավաճանը ինչի է մինչև հիմա կարում լինի այս բան։ Երբ որ դուք կանգնում եք երկրի ամենաբարձր ամբիոնում ու ասում եք դու չես կարա ժառանգես կամ բան, ու զուգահեռ գործ կա դատարանում, սա ուղիղ ճնշում է դատարանի վրա։ Ես իմ ամեն լումայի համար այդ պատասխանը տալու եմ, կամ չեմ տալու, դա դատարանում է, բայց դուք այստեղ դրա մասին խոսալով խախտում եք ամենահիմնարար սկզբունքը, այս ամեն ինչի, ձևախեղում եք ամեն ինչ, ու նաև ձեր մոտ այդ ընտրողաբար մոտեցումը, ձեր մոտ կա էլ նախկին, էլ մարզպետներ կանում հետ կապված, այնքան հոդվածներ եք գրել ժամանակին, բայց հիմա ձեր մոտ են ու իրանց հետ կապված դուք խնդիր չունեք։ Ուրեմն այս ամեն ինչը անձնավորված է։ Ու եթե իմ սաղ կյանքի իմաստը լներ ինչ որ բան ժառանգելը, ես հիմա այստեղ նստած չէի լինի։ Ես իմ համար հանգիստ ինչ որտեղ կլնեի, ունեցվածքը շուտվանից ծախած, հանգիստ ու այս ամեն ինչից հեռու։